մի կողմից գոռոզ է, մեծամիտ է, ցույց է տալիս իբր թե ինքը իր մասին մեծ կարծիք ունի եւ բարձր ինքնագնահատական ունի, սակայն երբ հանգամանքները փոխվում են եւ նույն իրավիճակում նա որոշակի շահ է ունենում կամ որոշակի վախեր, գրեթե ինքնասիրության դրսևորումներ չի ցույց տալիս, այսինքն եթե մի պարագայում նա իրեն գոռոզ կպահեր, ապա այս պարագայում դառնում է սովորական մի գծնող մեկը, սա ինչպես է տեղի ունենում։ Հիշում եք նարցիսի խոսակցությունը, այդ նարցիսիզմը արդեն գալիս, որովհետև եթե անձը չի զգում, որ նա սիրված է եւ իր նկատմամբ վերաբերմունքը դառնում է նա շատ տգեղ ձևեր է ընդունում եւ դա այդ գոռոզությունը դիմացինին չընդունելը, մեկուսանալը, իր մեջ փակվելը, այդ դա արդեն գալիս է նարցիսիզմ։ Իսկ նարցիսը ինչ էր անում։ Նարցիսը, երբ որ իրան դեռ պետք է ինչ-որ մի բան, նա իրան շատ լավ է դրսևորում, ցույց է տալիս, որ նա շատ լավ է տրամադրված եւ այլն, նպատակին հասնում արդեն այն անձը իրան էլ հետաքրքիր չէ։